Մենք ուզում ենք փոխել պատմությունը ու փակուղուց ելք տալ։ Այս ընտրություններում մենք չենք կրկնելու, ինչ պիտի չանեինք, ու անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա։ Երկի երիտասարդների մտքի ճկունությունը, պայքարի պատրաստականությունն ու ոգևորությունը, տարեցների փորձն ու իմաստնությունը կարող են ու պիտի հաջողության երաշխիք դառնան։ Ընտրությունները բնույթով ու ձևով բացարձակ նոր են, չփորձարկված։ Ոչ ոք չի կարող համոզիչ, իրատեսական ու վերջնական կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան, առավել ևս ով ինչ արդյունք կգրանցի։ Այո, միանշանակ է, որ նոր ընտրակարգով իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում ներգրավվել է մեկ, որոշ դեպքերում մի քանի պետության ռեսուրսների օգտագործմամբ և կոռուպցիայով հարստացած դոլարային միլիոնատերերի ու պաշտոնյաների։ Ու այդ հիմքով վստահ է, որ վարչական ռեսուրսի ու փողի ուժով հասնելու է հաջողության։ Իմ կարծիքով, ընտրության տարբերակ իրենք չունեն էլ։ Արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալը իրենց դեպքում չի աշխատելու։ Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, և գալիս է իշխանության, որ փող աշխատի։ Եթե ընդունենք, որ մասնակիցների թվի 45%-ը վարչական ռեսուրսի, վախի և ընտրակաշարքի պատճառով քվեն տալու է գործող իշխանությանը, ապա մենք պետք է անկաշար և պասիվ հատվածին ակտիվացնենք և համոզենք նախապատվությունը տալ ելքին։ Մենք առաջարկում ենք ելք գոյատևող, յոլա գնացող Հայաստանից դեպի զարգացող Հայաստան։ Դուք պատրաստ եք մեզ հետ անցնելու այդ ճանապարհը։ Դուք պատրաստ եք մեզ հետ անցնելու այդ դժվարին և պատասխանատու ճանապարհը։ Ուրեմն անկախ նրանից, դուք գտնվում եք այս դահլիճում, թե այս դահլիճի պատերից դուրս, անկախ նրանից, թե դուք որտեղ եք ապրում, Երևանում, Աբովյանում, Չարենցավանում, թե Վանաձորում, եկեք միասին կռենք այն երկաթե շրեփը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, այն երկաթե շրեփը, որի միջոցով մենք աշխարհի մեծ կաթսայից վերցնելու ենք մեր բաժին հարիսան, վերցնելու ենք մեր բաժին ազատությունը և մեր բաժին երջանկությունը։ Ցավոք մեզ մոտ մարդուն դեռ չի հաջողվել դառնալ երկրի լիիրավ քաղաքացի։ Նաև այստեղից է գալիս այն անտարբերությունը, որով մեր երկրի քաղաքացիները վերաբերում են ընտրություններին և քաղաքական գործընթացներին։ Արդյունքում ռեժիմի կողմից քաղաքական դաշտն անապատացվել է, որի ծանրի հետևանքների ականատեսն ենք հիմա։ Որպես այդ ամենի հետևանք, հասարակությունը, որ իշխանության իրական կրողն է, օտարված է իշխանությունից և մեծ հաշվով պետությունից։ Որ հասկացա ճանաչեց, ասի գնում եմ մեր դաշինքի համաժողովին։ Ասեց հա լսել եմ, ասի ելք դաշինքը լսել եք, ասեց հա բայց մազալու մարդիկ եք ասում, հիմա բոլորը մուտք են փնտրում, դուք ընկած ելք եք փնտրում, այ ախպեր ջան։ Մենք միավորվել ենք, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակից գտնենք ելք և իրապես մեր ծրագիրը երկար քննարկումների փուլ է անցել։ Մենք ներկայացրել ենք ծրագրային հիմնադրույթներ, որոնք բացվելու են և մանրամասն ներկայացվելու են նախընտրական ծրագրի տեսքով։ Մենք քննարկել ենք յուրաքանչյուր հարց, որ մեր ժողովրդին հուզում է։ Մենք քննարկել ենք յուրաքանչյուր դիսկոմֆորտ, որ ստեղծված է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Եվ իրապես սրա մասին մենք շատ ենք խոսել խորհրդարանում։ Հայաստանը դարձել է դիսկոմֆորտների երկիր, որտեղ ամեն բան արվում է, որ քաղաքացին անհանգիստ լինի, որտեղ ամեն բան արվում է, որ քաղաքացուն հարստահարեն, թալանեն, տուգանեն, ճնշեն, անհանգստացնեն, օր ու արև չտան։ Եվ մենք դրանից առաջարկում ենք ելք։ Ես վստահ եմ, նաև երեկվա համաշխարհային փոփոխության կոնտեքստում Հայաստանը չի կարող անմասն մնալ փոփոխություններից։
փոփոխությունները գալիս են Հայաստան, եւ փոփոխությունները գալիս են Հայաստան ելք դաշինքի միջոցով։ Ես այլ ելք չեմ տեսնում ուղղակի։ Չկա այլ ելք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի։ Հայաստանի ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի։ Մենք Հայաստանի Հանրապետությունում 100,000-ավոր կողմնակիցներ ունենք եւ դուք բոլորդ գիտեք այդ մասին։ Մենք համախոհներ ունենք Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի, Հրազդանի, ամեն շենքում, ամեն փողոցում, ամեն թաղում։ Մենք համախոհներ ունենք, բազմաթիվ համախոհներ Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակավայրում, ամենահեռավոր գյուղերում, Ագարակից սկսած մինչև Բագրատաշեն, Սոտքից սկսած մինչև Բավրա։ Եվ մեր խնդիրն է, որ մենք մեր համախոհներին, Հայաստանի ժողովրդին, ամեն քաղաքացու օգնենք, որ իրենք հասկանան, չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք, չկա ավելի զորեղ ուժ, քան իրենց քաղաքական կամքը, չկա ավելի զորեղ ուժ, քան իրենց քաղաքական ընտրությունը, եւ մենք այստեղ ենք որպես երաշխավոր, որ ի կատար ենք ածելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կայացրած այն որոշումը, որով նրանք կընտրեն ընտրությունը, փոփոխությունը, հաղթանակը, ընտրությունը, փոփոխությունը, հաղթանակը։ Եկել է ժամանակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցույց տալու, որ եկել է ժամանակը փակելու կոռումպացված Հայաստանի էջը եւ բացելու լուսավոր Հայաստանի էջը։ Եկել է ժամանակը փակելու խնամի ծանոթ բարեկամով Հայաստանի էջը եւ բացելու քաղաքացիական Հայաստանի էջը։ Եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը եւ բացելու Հայաստանի Հանրապետության էջը, Հանրապետության էջը, գեցե Հայաստանի Հանրապետությունը, գեցե ելքդաշինքը, գեցե գարունը, որ գալու է 2 ամսից, ընտրություն, փոփոխություն, հաղթանակ, ընտրություն, փոփոխություն, հաղթանակ, ընտրություն, փոփոխություն, հաղթանակ։ Ինչ է կարծում ովքեր կհավատան ձեր դաշինքին։ Ես հույս ունեմ, որ մեր դաշինքին կհավատա Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը։ Շատ է խոսվում այն մասին, որ ընդդիմությունը պետք է միավորվի եւ հանդես գա մեկ ճակատով, եթե իրականում ուզում է իշխանափոխություն կատարել, ինչպես եք վերաբերվում այս մոտեցմանը։ Անկեղծ ասած, այդ տեսակետի ակունքներում մեր կուսակցությունն է կանգնած եւ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այդպիսի նպատակի հասնելու համար։ Առաջիկայում ինչպես եք տեսնում ձեր համագործակցությունը այլ քաղաքական ուժերի եւ այլ դաշինքի հետ։ Մենք հույս ունենք, որ ժառանգության հետ ամենայն դեպս մենք դրական պատասխան ենք սպասում ժառանգություն կուսակցությունից եւ հույս ունենք, որ այդ պատասխանը կլինի իսկապես դրական։ Իսկ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի ստեղծած դաշինքի հետ։ Ես այս պայն ոչ մի բան չունեմ ասելու, արդեն ասացի ինչ կարող էի ասել եւ ասելու։ Ոչ։ Խոսակցություններ կան, որ Սյունիքում պետք է ռեյտինգայինով առաջադրվել, ճիշտ են թե ոչ։ Միանշանակ ճիշտ են, ես անկեղծ շատ ուզում եմ առաջադրվել, որովհետև Արատում առաջադրվում է իմ ընկերս Թևոնյան Ռազմիկը, որը նաև ելքը դաշինքից է, որը նախկին ընտրություններում էլ մասնակցեց Արայ Գրիգորյանի դեմ եւ 12000 եւ ավելի ձայն հավաքեց նույնիսկ ընտրությունների այդ պայմաններում։ Ես ուզում եմ, որ ռեյտինգային կարգով մասնակցեմ Սյունիքի ընտրություններին, կարծում եմ հնարավորություններ ունեմ։